Շնորհակալություն ձեր հարգանքի եւ սիրո նկատմամբ, ես եմ փոխադարձ։ Խորհրդարանում առավոտ շուտ մի սեր, մի հարգանք, ոչ թե տեղից, այլ բարձրամբիոնից խոսափողով սեր է խոստովանում Վարդան Այվազյանը, Հեղինե Բիշարյանին։ Խոստովանությունը դահլիճին չբավարարեց, պահանջում են շարունակել բանկետը։ Ինչ ապացուցել է պետ, պարոն Բագրատյան։ Այդ բանը մասսայական չեն ապացուցում, պետք է զգաք։ Օյեկուհին շոյված է, զգացված, բայց միևնույն է, նույնիսկ այդ ձևով ռոմանտիկ Այվազյանը նրան թեմայից չի շեղի։ Կնոջ խոսքը խոսք է եւ պնդեց միջև վերջ, ոչ մի 48 ժամ արտահանման արտոնություն սահմանող շահութահարկի օրենքը պետք է լուրջ քննարկել։ Շնորհակալ եմ, որ դուք ջերմ խոսքեր ասացիք։ Այնուամենայնիվ, սենց շտապ 48 ժամվա ընթացքում 3 օրենքի նախագիծ չբերեք, հրամցնեք 1 օրենքի նախագծի շրջանակներում։ Բագրատյանի դեպքում ավելի բարդ է, ոչ մի խոստովանություն տեղից անընդհատ հակաճառում է Այվազյանին, ավելի բորբոքվեց, երբ հանրապետականը հայտարարեց ԵԱՏՄ-ն արտահանման համար հնարավորություն է։ Դե հիմա կանգնեք, պարոն Բագրատյան, դուք որ խոսում եք, ես չեմ միջամտում։ Երկխոսությունը դադարեցեք։ Հնարավորություն ունեք, դուք ինձ Ես որևէ ռեժիմ կսահմանեմ, որ կարողանա կուշտ մեկը մյուսի հետ վիճել։ Առանց հատուկ ռեժիմի էլ կուշտ վեճի պատրաստ են։ Այվազյանը Բագրատյանին հիշեցնում է, թե նրա վարչապետ եղած ժամանակ ինչ օրենքներ էին ընդունվում։ Ձեր ժամանակից մինչև այսօրվա եկած օրենքներով 1 միլիոն դրամ է շահութարկից ազատելու օրենքով, Քոսխից առաջի բերած օրենքից, բանկից, որ տվել է իր այն ժամանակվանից, 1 միլիոն դոլարը։ 1 միլիոն դոլարը։ Ինչի՞ չես հիշում։ Այսպեսին 10 տարի շահութարկից։ Ուրեմն, լսեք նորից լսեք հորդորս։ Նորից այն կարծիքին են, որ խոսափողներն են մեղավոր, որ ձեզ ստանում են պատերազմի։ Նախկին վարչապետ падգամավորի մյուս ասածը արդարացման պես հնչեց։ Այ մարդ տնտեսագիտություն կա, ես ինչ անեմ, ես կապ չունեմ դրա հետ։ Լևոն Զուրաբյանը տեղից ռեպլիկ նետեց, թե ինչ չլսվեց, փոխարենը լսվեց Գալուստ Սահակյանի արձագանքը։ Գիտեք, դուք մենակ ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ։ Ես բոլոր շշուկները լսում եմ, ձեզ որտեղ հասնում է, այնտեղ խոսում եք եւ ապտակը ստանում եք, հիմա հանգիստ նստեք։ Բայց ազգային ժողովի նախագահը փողզիչման եկավ, շահութահարկի նախագիծը հիմա քվեարկության չի դրվի, էլի կքննարկեն։ Հորդորում եմ պարոն Բագրատյանին այսուհետև խորությամբ չլսել ամեն ինչ, դրա համար հաջորդ շաբաթ քննարկեք։ Դրանից հետո միջանցքում Գալուստ Սահակյանը բացատրում էր, բիզնես ունենալը մի բան է, դրանով զբաղվելը այլ։ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն է մեկնաբանում ու շեշտում, վարչապետը մինչև գիշեր աշխատում է, ոչ թե բիզնեսով զբաղվում։ Ընդդիմադիրներից ովքեր են ընդգրկվելու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում, հայտնի չէ։ Ազգային ժողովի նախագահը ոչ մի հայտ նրանցից առայժմ չի ստացել ու շեշտում է, չի էլ ստիպելու։ Շաքե Ղազարյան, Հարութ Հակոբյան, ժամը լրատվական։